Գլուխ 17 Զգացմունքներ Մարմնի ձայնը Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգուն Հռոմեացիների 8:16 Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ այս խոսքը մարմնական զգացողության մասին է, ինչը ճիշտ չէ։ Այստեղ խոսվում է հոգևոր զգացողության մասին։ Աստծո հոգին վկայություն է տալիս մեր հոգիներին, ոչ թե մարմիններին։ Դուք չեք կարող հոգևոր աշխարհում առաջնորդվել մարմնական զգացմունքներով։ Այս շփոթությունն առաջանում է մեր խոսելաձևի պատճառով։ Մենք ասում ենք. «Ես զգում եմ Աստծո ներկայությունը», սակայն դա ճիշտ չէ։ Մենք Աստծո ներկայությունը զգում ենք ոչ թե մարմնով, այլ հոգով։ Զգուշորեն օգտագործեք զգալ բառը, այլապես սխալ տպավորություն է ստեղծվում, թե խոսքը մարմնական զգացողության մասին է։ Մի խառնեք մարմնականը հոգևորի հետ։ Զգացմունքները մարմնի ձայնն են։ Դատողությունը շնչի կամ մտքի ձայնն է։ Խիղճը հոգու ձայնն է։ Եթե առաջնորդվեք զգացմունքներով, փորձանքի մեջ կընկնեք։ Ահա թե ինչու են շատ քրիստոնյաներ խառնաշփոթ կյանքով ապրում։ Ես նրանց անվանում եմ անկայուն քրիստոնյաներ։ Նրանք ապրում են զգացմունքներով, ոչ թե հավատքով։ Նմանօրինակ մարդիկ չեն վարվում իրենց հոգու թելադրանքով։ Երբ իրենց լավ են զգում, ասում են. «Փառք Աստծուն, ես փրկված եմ, ալելույա, ես լցված եմ հոգով, ամեն ինչ լավ է»։ Երբ վատ են զգում, քթները կախում եւ ասում են. «Ես կորցրի ամեն ինչ, ես լավ չեմ զգում, երևի նահանջել եմ»։ Ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ պատմում, թող նրանք օրհնված լինեն, որ իրենք մի ժամանակ անապատում էին, իսկ հետո սարի գագաթին, իսկ հետո կրկին անապատում։ Ես երբեք անապատում չեմ եղել։ Ավելի քան 50 տարի է փրկված եմ եւ միշտ սարի գագաթին եմ եղել։ Կարիք չկա, որ անապատ իջնեք։ Մարդիկ խոսում են անապատային փորձառության մասին։ Ես երբեք անապատային փորձառություն չեմ ունեցել։ Այո, իմ կյանքում եղել են փորձություններ, բայց ես միշտ եղել եմ սարի գագաթին եւ անցել եմ բոլոր փորձությունները փառաբանելով Աստծուն եւ ավելի վեր բարձրանալով։ Մեր նախկին եկեղեցուց մի կին եկավ մեր հավաքույթին եւ պատմեց իր 39-ամյա դստեր մասին։ Նրա մարմնում ուռուցք էին հայտնաբերել եւ որոշել էին վիրահատել։ Հիվանդանոցում հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ նա հիվանդ է նաև շաքարախտով։ Աղջիկը կոմայի մեջ էր ընկել։ 3 բժիշկներ ասել էին, որ նա այլևս չի արթնանա եւ կմահանա։ Այդ կինն ինձ ասաց. «Ձեր ձեռքը կդնեք այս թաշկինակի վրա»։ Ես ձեռքս դրեցի թաշկինակի վրա եւ աղոթեցինք։ Այդ կինն ավտոբուս նստեց եւ վերադարձավ հիվանդանոց, որը մոտավորապես 500 կիլոմետր հեռու էր։ Նա ձեռքը մտցրեց թթվածնային ծածկոցի տակ եւ այդ թաշկինակը դրեց իր դստեր կրծքավանդակին։ Այն պահին, երբ թաշկինակը դիպչեց նրան, նա արթնացավ։ Աղջիկը բժշկվեց, վերստին ծնվեց, լցվեց Սուրբ Հոգով եւ սկսեց խոսել լեզուներով։ Այս ամենը տեղի ունեցավ միաժամանակ։ Բուժքույրերը ոգևորվեցին եւ բժշկին կանչեցին։ Բժիշկն ասաց. «Հրաշալի է, որ նրա գիտակցությունը վերականգնվել է, բայց նա պետք է հանգիստ մնա»։ Նա քնաբեր տվեց աղջկան հանգստացնելու համար, բայց դեղը չազդեց։ Աղջիկը շարունակ խոսում էր լեզուներով եւ աղաղակում. «Ես բժշկված եմ, ես բժշկված եմ, ես բժշկված եմ»։ Հաջորդ օրը բժիշկները հետազոտություններ անցկացրին։ Աղջկա արյան պատասխանը կատարյալ էր։ Նա այլևս շաքարախտ չուներ, անհետացել էր նաեւ ուռուցքը։ Մի քանի օրից նրան դուրս գրեցին։ Աղջկա մայրը ինձ եւ կնոջս պատմեց, որ բժիշկներն ասել են, որ նրանք ոչ մի գումար չեն վերցնելու նրանցից, քանի որ նրանք ոչինչ չեն արել։ Վերին ուժն է բժշկել աղջկան։ 3 տարի անց, երբ նա արդեն 42 տարեկան էր, նրա քույրը գիշերվա ժամը 2-ին նրան բերեց մեր տուն։ Ուռուցքը կրկին հայտնվել էր։ Կարծեցի, թե նա եկել էր բժշկվելու համար, ուստի ասացի. «Դուք կարող եք կրկին բժշկվել, ես ձեզ պարզապես կձեռնադրեմ»։ Նա արցունքներն աչքերին ասաց. «Եղբայր Հեգին,
ինձ չի մտահոգում կբժշկվեմ թե ոչ, եթե ես կարողանայի վերադառնալ այն շփմանը, որ ունեի Տիրոջ հետ, նույն պահին կցանկանայի մահանալ և գնալ երկինք։ Երբ այդ խոսքերն ասաց, մտածեցի, որ նա սարսափելի մեղք էր գործել և նահանջել էր Աստծուց, որովհետև այնքան տխուր տեսք ուներ։ Տերը կների ձեզ, ասացի ես և հիշեցրի, թե ինչ է ասվում Աստվածաշնչում ներման մասին։ Այնուհետև առաջարկեցի. եկեք ծնկի իջնենք, կինս և նրա քույրը մեզ հետ էին, ես ծնկի կիջնեմ ձեզ հետ միասին։ Կարիք չկա իմ առջև խոստովանելու, բայց Տիրոջը պատմեք ամեն ինչի մասին, և նա ձեզ կների։ Նա նայեց ինձ և ասաց. եղբայր Հեգին, ես քննեցի սիրտս, և որքանով գիտեմ, ոչ մի մեղք չեմ գործել։ Ես պարկացա, ուշ էի պարկել քնելու, որովհետև երկար ճանապարհ էի գնացել, ամեն օր մեքենայով գնում էի մի եկեղեցուց մյուսը և երեկոյան հավաքույթներ էի անցկացնում։ Նրանք եկան և մեզ արթնացրին, երբ ուշ գիշեր էր, և ես խորը քնած էի։ Կարծում եմ շատ խիստ խոսեցի նրա հետ, որովհետև տհաճություն էի զգում։ Ես ասացի. վեր կացեք հատակից, նստեք բազմոցին, եթե մեղք չեք գործել, ինչու եք մտածում, որ հեռացել եք Աստծուց։ Դե, ասաց նա, ինձ այնպես չեմ զգում, ինչպես նախկինում։ Ես ասացի. իսկ դա ինչ կապ ունի։ Եթե ես շարժվեի զգացմունքներով, ապա քարոզներիս մեծամասնության ժամանակ պետք է հայտարարեի, որ նահանջել եմ Աստծուց։ Նա զարմացած ինձ նայեց. դուք նկատի ունեք, որ քարոզիչներն էլ են այդպիսին։ Ես ասացի. այո, մենք նույնպես մարդ ենք, ինչպես բոլորը։ Իրականում, եթե այս պահին առաջնորդվեի զգացմունքներով, դուք պետք է աղոթեիք ինձ համար։ Ես ոչինչ չեմ զգում և ոչինչ չեմ զգացել այն պահից, ինչ այստեղ եք։ Նա հարցրեց. ինչ եք անում այդ դեպքում, ինչպես եք աղոթում, որ ճեղքեք և դուրս գաք այդ վիճակից։ Ես պատասխանեցի. ես չեմ աղոթում, որ ճեղքեմ, ես արդեն ճեղքել եմ։ Քրիստոնյան պետք է ապրի որպես ճեղքող ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ շփվելով Աստծո հետ։ Նա հարցրեց. իսկ ինչ եք անում նման դեպքերում։ Լավ, պատասխանեցի ես, նստեք և ինձ նայեք։ Ես աչքերս կփակեմ և կաղոթեմ, բայց դուք մի փակեք ձեր աչքերը։ Սկսեցի աղոթել. թանկագին Տեր, ես այնքան ուրախ եմ, որ Աստծո զավակ եմ։ Ես այնքան ուրախ եմ, որ փրկված եմ։ Ես այնքան ուրախ եմ, որ վերստին ծնված եմ։ Ես ոչինչ չեմ զգում, բայց դա կարևոր չէ։ Իմ ներսի մարդը նոր մարդ է։ Նա նոր արարած է Քրիստոսի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ ես ոչ միայն վերստին ծնվել եմ, այլև լցված եմ Սուրբ Հոգով։ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված բնակվում են իմ մեջ։ Շնորհակալ եմ քեզ, ալելույա։ Ես ոչինչ չէի զգում, բայց միևնույնն է ասում էի այդ խոսքերը։ Եվ հանկարծ հոգումս ինչ-որ բան զգացի, քանի որ այդ ամբողջ ընթացքում նա իմ հոգում էր։ Դա Աստծո հոգու շարժն ու դրսևորումն էր։ Ես դեռ ոչինչ չէի զգում, բայց հոգումս զգում էի այդ շարժը։ Այն հասավ կոկորդիս, սկսեցի ծիծաղել, հոգու մեջ ծիծաղ կա, այնուհետև լեզուներով խոսել։ Այդ կինն ասաց. ձեր դեմքի արտահայտությունը փոխվեց, ձեր դեմքը պարզապես լուսավորվեց։ Ես պատասխանեցի. ամբողջ ընթացքում իմ ներսն այս վիճակում էր։ Պողոսը Տիմոթեոսին պատվիրեց արծարծել կամ բորբոքել այն պարգևը, որ իր ներսում էր։ Ես պարզապես բորբոքեցի այն, ինչ ամբողջ ժամանակ իմ ներսում էր։ Նա հարցրեց. իսկ ես կարող եմ այդպես անել։ Ես պատասխանեցի. իհարկե կարող եք։ Նա արեց նույնը, բորբոքեց այն, ինչ ամբողջ ժամանակ իր ներսում էր։ Ես նույնիսկ չեմ հիշում, որ աղոթեցի նրա ուռուցքի համար։ Վերջին անգամ, երբ այդ կնոջ մասին լսեցի, նրա ուռուցքն անհետացել էր։ Ձեր հավատքը հիմնեք ոչ թե զգացմունքների, այլ խոսքի վրա։ Հռոմեացիների 8:16-ում գրված չէ, որ հոգին վկայություն է տալիս մեր մարմիններին կամ զգացմունքներին։ Սմիթ Վիգլսվորդը, անգլիացի մեծագույն հավատքի առաքյալը, ասել է. ես չեմ շարժվում իմ զգացմունքներով կամ տեսածով,
Ես շարժվում եմ միայն իմ հավատքով։ Ես չեմ կարող Աստծուն հասկանալ զգացմունքներով։ Ես Աստծուն հասկանում եմ այն ամենի միջոցով, ինչ խոսքն ասում է նրա մասին։ Նա այն ամենն է, ինչ խոսքն ասում է նրա մասին։ Դուք չեք կարող ձեզ հասկանալ ձեր զգացմունքներով։ Հասկացեք, որ դուք վերստին ծնված, հոգով լցված քրիստոնյա եք։ Ձեր մասին պատկերացում կազմեք ըստ այն ամենի, ինչ Աստծո խոսքն ասում է ձեր մասին։ Եվ երբ կարդաք, թե ինչ է ասում խոսքը ձեր մասին, անկախ ձեր զգացմունքներից, ասեք. «Այո, ես այսպիսին եմ, ես ունեմ այն, ինչ խոսքն ասում է, և կարող եմ անել այն, ինչ խոսքն ասում է, ես այն եմ, ինչ խոսքն ասում է իմ մասին»։ Այդ ժամանակ կսկսեք հոգևորապես զարգանալ։ Հիշեք, որ Սուրբ Հոգին վկայություն է տալիս ձեր հոգուն։